Adobe Photoshop-ի 2024 թվականի նոր տարբերակում ավելացվել է նաև Adobe Firefly-ի մարտկոցի հնարավորությունները, որը կարելի է օգտագործել Adobe Photoshop-ում Generative Fill և Generative Expand նոր հատկությունները օգտագործելու համար։ Generative Fill հնարավորությունը մենք արդեն ձերդ դիտել էինք նախորդ տեսանյութում։ Այս տեսանյութում տեսնենք, թե ինչպես է աշխատում Generative Expand-ը, որը հնարավորություն է տալիս ավելացնել նկարին որևէ այլ դետալներ կամ եթե մենք նույնիսկ ցանկանանք, կարող ենք փոփոխել նկարի հետևի ֆոնը։ Եթե մենք ունենք այս նկարը և մենք ընտրենք Crop գործիքը, ապա մենք կարող ենք նշենք այն տիրույթները, որտեղ որ մենք ուզում ենք, որ արհեստական ինտելեկտը կամ Generative Expand-ը լցնի մեր նկարը համապատասխան ավելացումներով։ Մինչև այդ Photoshop-ում մենք կարողանում ենք օգտագործել Content Aware Fill կամ այստեղ կարող ենք ըստ նախնական պայմանների օգտագործենք background։ Այժմ այս մենյուի մեջ դուք տեսնում եք, որ մենք ունենք Generative Expand հնարավորությունը, որը աշխատում է Adobe Firefly-ի հետ։ Մենք այստեղ միացնելով այս կարգավորումը կարող ենք գրել որևէ մի տեքստ, որը համապատասխան կլցնի այս տիրույթները, բայց մենք այժմ ցանկանում ենք, որպեսզի Adobe Photoshop-ը լցնի այս դատարկ տիրույթները կտրելուց հետո համապատասխան մեր նկարին։ Դրա համար մենք այստեղ չենք գրում ոչ մի տեքստ, այսինքն ոչ մի prompt չենք ավելացնում և տալիս ենք generate։ Դուք տեսնում եք, որ այժմ Adobe Firefly-ի մարտկոցի օգնությամբ մեր նկարը կլայնանա, այսինքն expand կլինի համապատասխան այն պիքսելներով, որը ունի մեր նկարը իր մեջ։ Եվ այժմ դուք տեսնում եք, թե ինչպես Adobe Firefly-ը մեծ ճշգրտությամբ մեր նկարը մեծացրեց։ Ինչպես նաև ստեղ ստեղծվեց Generative Expand-ի կամ Generative Fill-ի կարելի է ասել նոր շերտը և տրվեց մեզ 3 տարբերակ, որոնցից մենք կարող ենք ընտրել որն ենք ցանկանում և համապատասխան օգտագործենք մեր համար։ Այս ավելացումները նորից մենք կարող ենք փորձել, եթե մենք այստեղից տանք նորից generate և մենք կստանանք ևս 6 տարբերակ համապատասխան մեր հրամանին։ Այս տարբերակները, ինչպես մենք գիտենք մեր նախկին տեսանյութից, կարելի է զեկուցել, թե արդյոք որակը լավն է վատ կամ կարելի է այստեղից report տալ այն բառերը, որը Firefly-ը հաշվել է ցենզուրայից դուրս։ Նաև այստեղից այժմ դուք տեսնում եք, մենք կարող ենք ընտրել մնացած այլ տարբերակներ, իսկ որը մեզ դուրս չի գալիս, դա կարող ենք այստեղ տալ delete։ Եթե մենք այստեղ ավելացնենք որևէ մի այլ տեքստ, ապա համապատասխան այդ տիրույթները կլցվեն այդ տեքստի։ Օրինակ, եթե մենք այստեղ գրենք forest, այսինքն անտառ, և տանք generate, համապատասխան Generate Expand-ը կարող է ավելացնել մեր նկարը, այսինքն լայնացնել ելներով մեր գրված տեքստի հիման վրա։ Դուք այժմ տեսնում եք, որ նաև Adobe Firefly-ը այն տիրույթները, որը ավելացվել է, փորձեց լցնել անտառային որևէ պեյզաժով։ Եթե մենք ցանկանում ենք հեռացնել կամ փոփոխել ամբողջ նկարի ֆոնը, ապա մենք կարող ենք ընտրել մեր օբյեկտը, եթե օրինակ սեղմենք Select Subject-ի վրա և տեսնենք արդյոք Photoshop-ը ինչ օբյեկտներ մեզ կընտրի, այժմ սեղմենք այս օբյեկտի վրա, որ Photoshop-ը ընտրի միայն այս օբյեկտը և հետևաբար այստեղից մենք պետք է տանք Select Inverse, որպեսզի ընտրի նրա հետևի ֆոնը և այստեղ մենք այժմ մեր Generative Expand-ի կամ Generative Fill պատուհանի մեջ կարող ենք ավելացնել որևէ մի տեքստ, որը համապատասխան կփորձի փոխել ամբողջ նկարի հետևի ֆոնը։ Եկեք այստեղ գրենք լիճ
մայրամուտի ժամանակ և տանք generate։ Այժմ տեսնենք, թե ինչ նոր տարբերակ մենք կստանանք Adobe Firefly-ի օգնությամբ, որը կփոխի մեր նկարի ամբողջ հետևի ֆոնը։ Եվ սա նաև մեզ թույլ է տալիս, ինչպես տեսնում եք, ստեղծել և փոփոխել background։ Այս նոր հնարավորությունը, որը կոչվում է Generative Expand, հնարավորություն է տալիս նկարները մեծացնել և համապատասխան լցնել այդ դատարկ տիրույթները նկարի բովանդակությամբ։